Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է և ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանին։ Բարի երեկո, պարոն Թունյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Առաջարկում եմ մեր զրույցը նախ սկսել տնտեսական գլոբալ հարցերով, այնուհետև տեղափոխվել Հայաստան։ Այս պահին Հայաստան բեռնափոխադրումների մի մասը իրականացվում է Իրանի տարածքով։ Հաշվի առնելով հարևան երկրում ստեղծված իրավիճակը, արդյոք մտահոգություն չկա, որ կունենանք բեռնափոխադրումների ուշացում և սրանով պայմանավորված նաև տնտեսական խնդիրներ։ Այլընտրանք ունենք։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն հրավերի համար։ Ու միանգամից անցնեմ ձեր հարցի պատասխանը, իրոք բարդ իրավիճակ է, որովհետև ցամաքային կապի առումով մենք այդքան լավ վիճակում չենք եւ այդքան շռայլ չի գտնվել մեր հանդեպ հանգամանքները եւ Իրանը մեր ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց այս լարվածության ֆոնին ի սկզբանե կանխատեսել էր, որ մենք ունենալու ենք որոշակի խնդիրներ, դրանք դեռևս ամբողջ սրությամբ չեն արտահայտվում, հույս ունենք, որ այդ վիճակը հնարավորինս շուտ կհաղթարվի, բայց ինչքանով ես տեղյակ եմ, արդեն ունենք որոշ դեպքեր, երբ տնտեսվարողները դժվարություններ են հանդիպում, փաստացի չեն կարողանում բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն։ Ընդ որում խոսքը վերաբերվում է եւ բուն իրանական ծագման ապրանքներին եւ Իրանի միջոցով տրանզիտով Հայաստան եկող ապրանքներին։ Այս հարցով ավելի շատ գործադիրի մեր գործընկերներն են զբաղվում կառավարության, մասնավորապես էկոնոմիկայի նախարարության։ Ես ինչքանով տեղյակ եմ, այս պահին այլընտրանքային տեղափոխման ուղիներ են փնտրում, ինչի իհարկե ժամանակատար ու ծախսատար է լինելու, բայց ունենք այն ինչ ունենք եւ դա դասական ֆորս մաժորային իրավիճակ է, որից համոզված եմ, որ մեր տնտեսությունն ու տնտեսվարողները կարողանան պատվով դուրս գալ։ Իհարկե մի քիչ դժվարություններ կլինի, կարող է գնաճային որոշ ճնշումներ էլ ունենանք, բայց հույս ունենանք, ելի եմ կրկնում, որ այս վիճակը երկար չի տևի։ Պարոն Թունյան, օրեր առաջ Ռուսաստանից կրկին Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակը առաքվեց Հայաստան։ Այ Ադրբեջանի հետ հարաբերությունները հաշվի առնելով, արդյոք մտավախություն չկա, որ Ադրբեջանը սա որպես Հայաստանի տնտեսության վրա որպես լրացուցիչ լծակ կարող է օգտագործել ազդելու համար։ Չեմ կարծում, որ այս հարցը ընդհանրապես շատ քննարկվող հարցերից է, բայց ինքը լրիվ հակառակ էֆեկտ ունի, որտեղ Ադրբեջանի միջոցով այդ ճանապարհը կամ դրա հնարավորությունը երբեք չի եղել եւ դա եկել է ի լրումն մեր մնացած ճանապարհների։ Այսինքն սա նշանակում է ոչ թե մի տրանսպորտային միջոցի փոխարինում մեկ այլով, այլ նշանակում է մնացածին ի հավելումն լրացուցիչ տրանսպորտային միջոց օգտագործել։ Նախ ես չեմ կարծում, որ նման միտում կամ ցանկություն կարող է լինել հարաբերությունների կարգավորման պարագայում, որպեսզի դա մեր դեմ օգտագործվի որպես լծակ կամ սպառնալիք կամ շանտաժ, որի միջոցով կարող են ինչ-որ բաներ թելադրել, եւ մենք ունենք Վրաստանի ճանապարհը, մենք ունենք Իրանի ճանապարհը, որը էլի այսօր խնդիրների մեջ է, բայց իմ կարծիքով կբացվի։ Այսինքն Ադրբեջանի միջոցով բեռնափոխադրումներին ես նայում եմ ավելի շատ որպես հնարավորություն եւ կախվածության թուլացում, ոչ թե կախվածության ավելացում։ Եվ այս առումով մի կարևոր հանգամանք էլ նշեմ, շատ է քննարկվում, թե ինչու հակառակ ուղղությամբ մենք դեռևս տեղափոխություններ չունենք, դա շուկան է որոշում, այսինքն պետությունը չի որոշել, թե Ադրբեջանից ինչ պիտի Հայաստան ներկրվի կամ Ադրբեջանի միջոցով, հակառակ ուղղությունն էլ պետությունը չի որոշում, բայց պետությունը աշխատում է տնտեսվարողների հետ եւ կան մի քանի ուղղություններ, մասնավորապես սննդամթերքի որոշ տեսակների, մետաղական արտադրատեսակների, դեղորայքի, որտեղ կան լավ հնարավորություններ հակառակ ուղղությամբ արտահանումներ կատարելու համար ու համոզված եմ, որ մենք որոշակի փուլում ունենալու ենք նաև հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները։ Այս պահին Հայաստանը քննարկում է նաև Թուրքիայի հետ սահմանը բացելու հնարավորությունը։ Արդյոք Հայաստանի տնտեսությունը պատրաստ է թուրքական տնտեսությանը դիմագրավելու այնպես, որ տեղի սպառողը թուրքական ապրանքների հետ հարաբերությամբ տուժող դուրս չգա։ Տեսեք, մենք ունենք Թուրքիայի հետ փաստացի փակ սահման, բայց մենք ունենք Թուրքիայի հետ առևտուր արդեն երկար տարիներ։ Ես հաշվարկ էի արել, որ անկախությունից ի վեր կամ վերջին 20 տարում Թուրքիայից Հայաստանը ներկրվել 4.5 միլիարդ դոլարի ապրանք։ Դա բավականին մեծ թիվ է եւ փակ սահմաններով ու դիվանագիտական հարաբերություններ չունենալով հանդերձ Թուրքիան հանդիսացել է Հայաստանի top
առևտրային գործընկերներից մեկը։ Ուղղակի այդ ապրանքները եկել են այլ երկրների միջոցով, ավելի երկար ճանապարհով, ավելի թանկ են արժեցել եւ մենք ուղղակի ոչ հայկական վիճակում ենք գտնվել։ Հիմա մենք շահած դուրս կգանք, թե վնասված դուրս կգանք, եթե այդպես նայենք, պիտի երկրները ընդհանրապես գործեն ինքնուրույն ու բոլոր երկրները պիտի փակ լինեն մյուսների նկատմամբ, այսինքն մենք պիտի մրցակցությունից վախենանք, բայց մենք ունենք մեխանիզմներ, մենք հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ, որը արդեն իսկ որոշակի պաշտպանիչ մեխանիզմներ ունի իր մեջ եւ ըստ անհրաժեշտության մենք նաեւ կարողանում ենք գործարկել տեղական արտադրողին պաշտպանելու այլ գործիքներ։ Օրինակ Իրանի հետ մենք ունենք բաց առևտուր, բայց իրանական ցեմենտի ներկրման հետ կապված ներդրեցինք որոշակի սահմանափակումներ, որպեսզի տեղական արտադրողը չսնանկանա։ Նույնը կատարեցինք օրինակ մետաղական որոշ արտադրատեսակների դեպքում։ Նկատի ունեմ, եթե կա նման ռիսկ, ապա պետությունը ունի բավարար գործիքակազմ, բայց վերջերս հետազոտություններ իրականացվել մի կազմակերպության կողմից, Berlin Economics-ի կողմից, որը ցույց էր տալիս, որ սահմանի բացման դեպքում առևտրի տեսանկյունից կլինեն ապրանքներ, որոնց ներկրումը Թուրքիայից կավելանա, կլինեն ապրանքներ, որտեղ որ Հայաստանից արտահանումը Թուրքիա կավելանա։ Որոշ փորձագետներ, նաև ձեր ընդդիմախոսները իշխանության ասում են, որ Թուրքիայից սահման բացելուց կամ տնտեսական հարաբերություններ կառուցելուց առաջ ճիշտ կլինի, որ օրենսդրական դաշտը կարգավորել։ Ձեր մատնանշած գործիքակազմը դրան է վերաբերում։ Ուրեմն այդ գործիքակազմը լիովին բավարար է եւ այսօր չկա, ասում եմ, այդպիսի ռիսկ, որ եթե մենք ուզենանք ռիսկի դեմ առնել կամ էքսպանսիայի երևույթներ դեմ առնել ու չկարողանանք, բայց այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա։ Այն մարդիկ, ովքեր որ Թուրքիայի հետ սահմանը բացելու ռիսկ են տեսնում, իրենք Թուրքիան համարում են թշնամական երկիր ու համարում են, որ Թուրքիայի նպատակն է, որ մեզ ոչնչացնեն, քարտեզի վրայից ջնջեն, այդ թվում նաև տնտեսապես։ Հիմա եթե սահմանի բացումը վերելու է Հայաստանի տնտեսության կոլապսի ու Թուրքիայի կողմից կլանման, ապա ըստ իրենց տրամաբանությամբ Թուրքիան պիտի լիներ ամենաշահագրգիռ կողմը եւ ցանկանար օր առաջ այդ սահմանը բացել, որպեսզի կուլ տար Հայաստանի տնտեսությունը ու վերահսկողության տակ պահեր ամեն ինչ։ Բայց Թուրքիան է այսքան ժամանակ սահմանը փակ պահել, ոչ թե հայկական կողմը։ Այդտեղից կարծում կարելի է հետևություններ անել։ Պարոն Թունյան, մեր երկրի արտաքին տնտեսական պարտքից խոսենք։ Սա կառավարելի տիրույթ է, որովհետև էլի քննադատություններ կան, որ գրեթե կրկնակի աճել է եւ ասում են որտեղ է ծախսվել այս գումարները։ Դա էլ ամենաշատ քննարկվող թեմաներից, ընդհանրապես ոչ թե միայն խոսում են արտաքին պարտքի մասին, այլ պետական պարտքի մասին, բացարձակ թվով ասում են գերազանցել է 10 միլիարդը, հետո ասում են 14 միլիարդ դոլարը, դրանք գաղտնի թվեր չեն, դրանք հրապարակային են։ Ուղղակի երբ խոսում ենք բեռի մասին, սա դասական ճշմարտություն է, որ դու պետք է խոսես ոչ թե բեռի գումարի մասին, դա քանի միլիոն կամ քանի միլիարդ դոլար է, այլ պիտի նայես թե քո տնտեսության քանի տոկոսն է դա կազմում։ Դրանով է որոշվում պարտքային բեռը։ Կոպիտ ասած, եթե մարդը օրինակ ստանում է ամսական 1 միլիոն դրամ աշխատավարձ եւ իր հարևանը ստանում է ամիսը 200,000 դրամ աշխատավարձ, այդ երկու մարդկանց վերցրած վարկերը ու նրանց վարկային ծանրաբեռնվածությունը դու համեմատում ես ոչ թե բացարձակ թվով, այլ համեմատում ես թե ինքը իր կարողությունները, իր ստացածի քանի տոկոսն է ուղղում այդ վարկի մարմանը եւ իր կարողությունների քանի տոկոսն է այդ վարկը։ Այս առումով Հայաստանի պարտք տնտեսություն կամ պարտք ՀՆ հարաբերակցությունը 48% է։ 2018 թվականին, երբ մենք ստանձնեցինք Հայաստանում իշխանությունը, այդ հարաբերակցությունը 52% էր։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք դասական առումով, պարտքային բեռը Հայաստանում նվազել է։ Եվ եթե իրենք վերցնում են բացարձակ թվով, ես էլ կարող եմ ասել, որ անգամ վերլուծություն էին արել, դա ավելի շատ մանիպուլյացիայի է նմանվում, որ Հայաստանի Հանրապետության ամեն նորածին քաղաքացու անգամ բաժին են կնում այսքան միլիոն դրամ կամ այսքան հազար դոլար պարտք, եթե տեսանկյունից նայենք, օրինակ Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում, Սինգապուրում, Շվեյցարիայում այդ պարտքային բեռը տասնյակ անգամներով գերազանցում է Հայաստանին։ Հիմա երբ այդ համեմատականը բերենք, մեզ ասելու են դուք ինչու եք համեմատում օրինակ Ճապոնիայի հետ, չէ՞ որ տնտեսությունը նրանց ավելի մեծ է, բայց մենք էլ նույն բանն ենք ասում, այսինքն եթե դու պարտքի մասին խոսում ես, պիտի տնտեսության հետ համեմատության մեջ խոսես։ Իսկ պարտքի բեռի առումով մենք ունենք ոչ թե վտանգավոր, այլ բավականին լավ վիճակ ու ունենք բարելավում վերջի տարիների համեմատ։
կտրուկ ավելացումը տեղի ունեցել 2020 թվականի պատերազմի եւ COVID-ի հետևանքով, երբ գերազանցեց 60%-ը, բայց դրան հաջորդած 2-3 տարիների ընթացքում այդ վիճակը բարելավեց եւ մենք գտնվում ենք ոչ վտանգավոր գոտում։ Փետրվարի 26-ի կառավարության նիստում գործադիրը որոշեց, որ մինչև 1 միլիոն դրամ փոխանցումները այլևս չեն հարկվելու։ Սա ինչով է պայմանավորված եւ նաեւ քննարկումներ եւ քննադատություններ կան, որ կառավարությունը փաստորեն հետքայլ արեց, քանի որ նախորդ որոշումը մինչև 300,000 դրամ փոխանցումների մասին էր եւ նաեւ խնդրահարույց դրույթներ կային, թե օրինակ ընտանիքի անդամների միմյանց գումար փոխանցելու հետ կապված, սա ինչով էր պայմանավորված։ Եկեք նշենք, որ խոսքը վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգին, որը բավականին լայն ռեֆորմ էր եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն էր վերաբերում եւ բարձր որ այդ ռեֆորմը ընթացքում շտկումների կարիք պիտի ունենա։ Դրա համար մենք ընթացքում կատարել ենք որոշակի փոփոխություններ, բարձրացումներ, հստակեցումներ, ինչ վերաբերում է անձնական փոխանցումների չափին։ Մենք օրենքով նախ հստակեցրեցինք, որ հարազատների միջև փոխանցումները այլևս հայտարարագրման ենթակա չեն, այսինքն քուր, եղբայր, ամուսին, զավակներ, անգամ տատիկ, պապիկներ, թոռնիկներ, այդ հարաբերությունները Դա Հայաստանի ներսում, թե նաև արտերկրից եկող արտերկրից եկող ոչ, այսինքն ոչ այդ բնույթի փոխանցումներ, օրինակ գործարքա կատարվել կամ չգիտեմ ինչ, անգամ այդ դեպքում մենք շեմ ունենք դրած ամսական մինչև 2 միլիոն դրամի չափ փոխանցումների դեպքում կարող են չհայտարարել։ Օրինակ արտերկրում աշխատող քաղաքացին կարող է իր ընտանիքի անդամներին մինչև 1 միլիոն դրամ գումար ուղարկել եւ այդ գումարը չհայտարարվի։ Այո, կարող է ամսական մինչև 2 միլիոնի չափով այդ շեմը կա։ Հայաստանի ներսում կարելի է մինչև 1 միլիոն չափով փոխանցում անել ու չհայտարարել, բայց ինչով է սա կարող, սա ոչ թե հետքայլ է, այլ մենք օրենքով այդ ամեն տարվա չափը թողել են կառավարության որոշմանը։ Ու դա վերաբերվում է, եթե ուշադրություն եք դարձրել, ոչ թե այս տարվա փոխանցումներին, այլ նախորդ տարվա փոխանցումներին։ Այսինքն այս 1 միլիոն դրամը վերաբերվում է հիմիկվա հայտարարագրերին, որտեղ նշում են անցած տարվա կատարած փոխանցումները։ Ոչ թե ասում են այս տարի որ փոխանցումներ անեք չեք հայտարարելու, այլ ասում են անցած տարի որ փոխանցումներ եք արել, որը որ 1 միլիոն դրամից ցածր է, կարող եք չհայտարարել։ Ինչու ենք այդպես արել, որպեսզի այդ որոշումներով վարկագիծ չթելադրենք։ Այսինքն մարդիկ չտնեն որոշում ինչպիսիներ, ըստ այդմ որոշեն ինչ փոխանցումներ անել։ Հիմա նախորդ տարվա վիճակագրությունը շարժերը հաշվի առնելով պետական եկամուտների կոմիտեն որոշել է, որ իր ինֆորմացիայի համար, իր վերլուծությունների համար 1 միլիոն չափը լրիվ բավարար է։ Հիմա հաջորդ տարի, երբ որ կորոշվի, կարող է որոշվի 1-ից ավել, կարող է որոշվի 500,000, հաշվի կառնեն արդեն այս ընթացիկ տարվա փոխանցումները։ Պարոն Թունյան, բայց եթե նայում ենք այս գործիքակազմին, եկամուտների պարտադիր հայտարարագրմանը, սա նաև որոշ չափով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միտում ունի, ճիշտ եմ հասկանում։ 1 միլիոն դրամը քիչ գումար է, որ չի այս առավ։ 1 միլիոն դրամը մենք ասում ենք կարող է չհայտարարել, բայց միևնույն ժամանակ մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր քաղաքացու բանկային հաշիվների վերաբերյալ 4 տվյալ իմանա, ոչ թե ամբողջ շարժին տիրապետել 4 տվյալ։ Իմանա ինչքան գումար կար տարվա սկզբին, ինչքան գումար կար տարվա վերջին, ինչքան մուտք ա եղել եւ ինչքան ելք ա եղել, մեկ թվով։ Չի ասում, որ աղբյուրներից ինչքան, տես մանրամասների մեջ մտնելու իրավունք չունի։ Եթե պետական եկամուտների կոմիտեի համակարգը այդ ռիսկերի վերլուծության տեսնի այդտեղ ինչ որ տրամաբանությունից դուրս շարժեր կան, եթե տեսնի այդտեղ բազմակի փոխանցումներ կան, որոնք որևէ կերպ հիմնավորված չեն, այդ ժամանակ հարցեր են առաջանում, քաղաքացուց հավելյալ տեղեկատվություն են պահանջելու։ Այսինքն այն խախտումներն ու շեղումները, որոնք վերաբերում են փոքր չափերին, այս պահին պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է գտել, որ դրա վրա պետք չի ոչ քաղաքացիներին ծանրաբեռնել, ոչ պետական կառավարման համակարգն ու ռեսուրսները։ Պարոն Թունյան, երեկվանից ակտիվ քննարկվում է կառավարության երեկվա նիստի որոշումը, ըստ որի 4.6 միլիարդ դրամ պաուստային ֆոնդից վճարվելու է որպես պարգևավճար պետական ոլորտի աշխատողներին։ Նախ եթե գիտեք սա ում համար է նախատեսված եւ քննադատություններ են հնչում, որ սա քաղաքական կոռուպցիա է։ Ո՞րն է ձեր մեկնաբանությունը։ Ընդհանրապես չեմ կիսում այդ մեկնաբանությունը, քաղաքական կոռուպցիայի ասածը այս դեպքում ընդհանրապես իմաստ ունի, որովհետև ամեն ինչ արվում է հրապարակային եւ հիմնավորմամբ։ Ասում են ընտրություններից առաջ եք անում։ Դե տեսեք, եթե մենք ընտրություններից առաջ անում ենք մի բան,
որը որ ոչ պոպուլյար է, քննադատվում է, այդ նշանակում է մենք համարում ենք, որ քաղաքական առումով թեկուզ մեզ վնաս ենք պատճառում, բայց դա շատ կարևոր բան է։ Եվ ոչ թե իշխանության համար օրվա, այլ ընդհանրապես պետական համակարգի համար այդ որոշումը, այդ 4 քանի միլիարդը կոնկրետ թիվը չեմ հիշում, 4.6 վերաբերվում է պետական կառավարման համակարգի 20,000 աշխատողների։ Եվ այդ գումարները մեծ են թվում, երբ որ մենք նայում ենք ամբողջության մեջ, բայց առանձին աշխատողների կտրվածքով մեկի դեպքում կարող է կազմի 100,000 դրամ, մեկի մոտ 200,000 դրամ, մեկի մոտ 1 միլիոն դրամ։ Ու սրա հիմնական նպատակը նախ հենց հակակոռուպցիոն է, ոչ թե քաղաքական կոռուպցիա շեշտել է, որտեղ պետական ծառայողը պիտի նորմալ վարձատրվի, եւ երկրորդը ամենակարևոր խնդիրներից մեկը պետական կառավարման համակարգում լավ կադրերին պահել կարողանալը։ Այսինքն այս գումարից բաժին է հասնելու պետական կառավարման ապարատում աշխատող յուրաքանչյուր քաղաքացի։ Այո, տարբեր չափով եւ կատարողականի հիման վրա։ Սա իհարկե ժամանակավոր լուծում է, երկարաժամկետ լուծումը մեր հանրային կառավարման բարեփոխումներն են, որտեղ պիտի արդեն աշխատավարձի առումով մենք ինստիտուցիոնալ փոփոխություն կատարենք եւ աշխատավարձերը բարձրանան ըստ կատարած աշխատանքի արդյունքի։ Հիմա մենք նայում ենք գերատեսչության կատարողականը, բայց կառավարության նիստում էլ խոսվեց, մենք պիտի հետագայում նաեւ առանձին աշխատողների KPI-ների վրա ուշադրություն դարձնենք, բայց ելի եմ կրկնում, ամենակարևորը հետեւյալն է, եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ կառավարում եւ պետության համար նպաստավոր ու մտածված որոշումներ, դա նշանակում է մենք պիտի ունենանք լավ կադրեր։ Իսկ լավ կադրերը չեն կարող 200,000 դրամով օրինակ պետական համակարգում աշխատել, եթե մասնավորից իրենց առաջարկում են օրինակ 2 միլիոն դրամ աշխատավարձ։ Իսկ այդ խզումը վերջին տարիներին էականորեն մեծացել է եւ մենք պիտի ազնիվ գտնվենք ինքներս մեզ հետ, եթե ուզում ենք ունենալ անկաշար, նորմալ իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալ մարդիկ, ուրեմն պիտի պետական ծառայողներին այդ վարձատրություն տանք։ Եվ վերջի բանը կներեք այդ առումով ասեմ, եթե ընտրություններից առաջ ելի եմ ասում նման որոշում է ընդունվում եւ այդ քննադատություններից հետո այդ որոշումը մենք շարունակում ենք, սա նշանակում է, որ պետական ծառայողը այսօր կախված է իր աշխատավարձից, ոչ թե կախված է այլ անօրինական եկամուտներից։ Քանի որ ընտրություններից խոսեցինք, պարոն Թունյան, եւ արժևում խորհրդարանական ընտրություններ են, հետաքրքիր է քաղաքացիական պայմանագիրը տնտեսական ինչ բարեփոխումների փաթեթ է մշակում, օրինակ ընդդիմադիր ուժերից մեկը առաջարկում է 0% հարկ փոքր բիզնեսին։ Քաղաքացիական պայմանագիրը որպես իշխանություն իր ընտրողներին ինչ փոփոխություններ է։ Ուրեմն ոչ վաղ անցյալում, 2-3 ամիս առաջ հրապարակվեց ու կառավարությունը հաստատեց Հայաստանի տնտեսական վերափոխման դոկտրինը, որտեղ նշված էր մեր հիմնական առաջնահերթություններն ու տեսլականները, թե մենք ինչ ենք անելու։ Այդ ամենակարևոր բաներից մեկը այն էր, որ դոկտրինի համարյա կեսը վերաբերում էր խնդիրներին ու մարտահրավերներին, այսինքն չկա այդպիսի խնդիր, որտեղ մենք այդ մասին խոսացած չլինենք։ Այսինքն նախ առաջինը պիտի ընդունել, որ կա ինչ-որ լավարկելու բան։ Երկրորդը մեր առաջնահերթություններին է վերաբերվում եւ նշվում է, որ ամենակարևոր ուղղությունը լինելու է կրթությունը, նորարարական տեխնոլոգիաները, թվային կառավարումը եւ այլն։ Հարկային վարչարարության ու հարկային քաղաքականության մասով ավելի մանրամասն, երբ որ նախընտրական ծրագրի մասին խոսենք, կհայտարարվի, բայց մեր հիմնական ասելիքը հետեւյալն է, որ մենք պիտի ունենանք պարզ հարկային օրենսգիրք, որը այս վերջին տարիներին շատ է բարդացել, փոփոխությունները շատ են կատարվել դրա մեջ, պիտի ունենանք կանխատեսելի հարկային քաղաքականություն, որ ամեն օր կամ ամիսը մեկ օրենքներ չփոխվեն, եւ պիտի ունենանք հնարավորինս իրար չհակասող հարկային ռեժիմներ, այսինքն եւ շատ կարճ մեկնաբանություն, քանի որ մեր եթերը սպառվում է 0% հարկ փոքր բիզնեսին ասում եք, ես այս վերջերս մի երկու բառով անդրադարձնեմ, չկա նման բան աշխարհում, օրինակ եթե դուք ուզենաք մտաբերեք 0% հարկ որ երկրներն են կիրառում, փոքր, առավել եւս միջին բիզնեսի նկատմամբ չեք գտնի նման երկիր, 0%-ից բարձր գոնե սիմվոլիկ հարկ աշխատում է ինքնազբաղվածների, ասենք անհատների համար, որը մեր մոտ էլ կա, որը միկրոբիզնեսի ռեժիմն է։ 0% հարկը ինքը ուղղակի պոպուլիզմ է, որևէ բանով հիմնավորված չի եւ ռիսկերը դրա բազմաթիվ են, բացի այն, որ մարդը պիտի հարկ վճարելու մշակույթից ամեն դեպքում չկտրվի ու պահանջատեր լինի, նաեւ ինքը նշանակում է, որ մենք դրանով վնասում ենք փոքր բիզնեսը, որտեղ ամեն ինչ անում ենք, որ փոքր բիզնեսը աճելու մոտիվացիա չունենա։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։
Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի հետ։ Հաջողություն։